Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Շինհրապարակ են այցելել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եւ բուժհաստատության տնօրեն Վահագն Մկրտչյանը, տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին եւ քննարկելու ծրագրի հետագա փուլերը։ Քանդման աշխատանքներն են տեղի ունենում ու նաեւ մասամբ հատվածներում ամրացման աշխատանքներն են տեղի ունենում շենքի, բայց այս շենքը իր պատմամշակութային արժեքով այս ամեն ինչին շուտ մենք տեսնում ենք ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ ինքը ոչ թե լինի միայն պոլիկլինիկա, այլ հրաշքել այս ամեն ինչը թաղել սվաղի ու ներգի տակ հանցագործություն, ոնց որ պատմությունը մենք թաղենք այս շենքի մեջ։ Ներկայում իրականացվում է շենքի քանդման եւ մասնակի ամրացման աշխատանքները։ Ծրագիրը նախատեսում է հաջորդիվ իրականացնել վերականգնման եւ ներքին հարդարման փուլերը։ Քանի որ միջարգային ծածկերի հիմնական մասը փայդա է, մենք այդ փայդայի մասի մի մասը արդեն քանդել ենք եւ նկուղային հարգից սկսել ենք ամրավորում կատարել, այսինքն ուժեղացում տորկրետ եղանակով եւ այսօրվանից արդեն հիմքերի բետոնացում ենք կատարելու եւ դրանից հետո կատարելու ենք մնացած մասի բոլոր բետոնացման աշխատանքները, որից հետո կատարելու ենք միջարգային ծածկերի երկաթ բետոնյա կասկածյանների տեղադրումը եւ հետագայում նաեւ տանիքը։ Իսկ մնացածը արդեն ներքին հարդարման աշխատանքները դա արդեն հավանաբար կկատարվի մյուս տարվա ընթացքում։ 1936 թվականին կառուցված պոլիկլինիկայի շենքը պատմամշակութային արժեք ունի եւ պատասխանատուների փոխանցմամբ հիմնանորոգման ընթացքում նախատեսվում է հնարավորինս պահպանել դրա ճարտարապետական առանձնահատկությունները, այն համապատասխանեցնելով ժամանակակից առողջապահական պահանջներին։ Այդ ընթացքում նաեւ հնչել են առաջարկ ապակայում շենքում ստեղծել բժշկական թանգարան։ Գանձ է լինելու Գյումրու համար նոր մի հատ գանձ, որը չկենտրոնանանք էլի միայն պոլիկլինիկա չէ, ինքը պատմամշակութային զբոսաշրջային հետաքրքիր վայր կարող է լինել։ Մանավանդ մենք նմուշները, որոնք մենք իջանք ներքևը նայեցինք, այնպիսի հնություններ կար, որ շատերիս համար հետաքրքիր էր այդ ամեն ինչ տեսնել, ոմանց համար ճանաչողական էր, ոմանց համար հիշողությունների թարմացում էր։ Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ հատկացվել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ։ Ծրագրի ավարտից հետո բուժհաստատությունը կունենա նոր ենթակառուցվածքներ, արդիական ինժեներական համակարգեր եւ բարելավված պայմաններ բուժառուների ու բուժանձնակազմի համար, շենքում միաժամանակ համախմբելով թիվ 2, թիվ 1 եւ Բերլին պոլիկլինիկաները։ Առաջինի մասով թե հասկանալի է, նախ շենքը մերը չի, հետո շենքային պայմանները ընդհանրապես հարից չեն ոչ պոլիկլինիկային, ոչ գյումրեցիներին։ Բերլինի մասով Բերլինի շենքն էլ մերը չի, մենք այնտեղ վարձակալության կամ անվարձահատույց հիմունքներով ենք նստած, բայց ասեմ ձեզ, որ այդ երկու պոլիկլինիկաները նաև ընտրվել են, որտեղ իրանք մոդ են երկրորդ պոլիկլինիկային ու մենք մեծ կարելի ասել վտանգ մյուս պոլիկլինիկաների համար ենք տեսնում, որովհետև քաղաքացին ինքն է որոշում, թե որ պոլիկլինիկա է տեղափոխելու իր անկետան, որ պոլիկլինիկայի շահառու է լինելու։ Վստահ եմ, որ այս պոլիկլինիկան ամբողջությամբ հիմնանորոգված նոր սարքավորումներով եւ այլ, շատ քաղաքացիներ տեղափոխվելու են, այդ գործընթացը ինքնըստինքյան է լինելու։ Շինարարության ընթացքում բուժսպասարկումը շարունակվում է նախկին Սամարիտեր հիվանդանոցի շենքում, որի վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 110 միլիոն դրամ։ Դա հնարավորություն է տվել բուժսպասարկումն իրականացնել առանց ընդհատման։ Առաջիկայում նույն շենք կտեղափոխվի նաև շտապօգնության ծառայությունը։ Բնականաբար այստեղ նոր մասնաշենքը կոսմետիկ ավելի լավ վիճակում է, գերազանց վիճակում է, ավելի հարմար է կատարել մեր բուժառուների սպասարկումը եւ բնականաբար ավելի գոհ են մեր բուժառուները թե պայմաններից, ինչպես նաեւ աշխատակազմնեկոր իր աշխատանքային պայմաններից։ Պոլիկլինիկայի շենքում վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել էր 1993 թվականին։ Հիմնանորոգման ավարտից հետո նախատեսվում է շահագործման հանձնել արդիականացված բուժհաստատություն, պահպանելով նաև պատմական շենքի արժեքավոր տարրերը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին։ Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների եւ մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն եւ դրական մթնոլորտ։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջ մղումը եւ գոհունակություն հայտնել դրանց
անցընթացքից։ Արիել Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։ Զրուցակիցները քննարկել են TRIP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր, վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Մտքեր են փոխանակվել նաև երկու ստեկ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Առավոտից երեկո կրկնում եք, որ լեգիտիմ իշխանություն չէ, ձայները գողացել եք եւ ծափահարում եք, բայց ծափահարության մասին խոսելիս ինձ համար առնվազն տարակուսելի է, երբ երկրի նախագահը խոսում էր եւ ձեր կողմից արձագանք չկար։ Երկրի նախագահը ԿՊ-ից չէ, երկրի սիմվոլ է, դա հարգանքի նշան է։ Այս մասին ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու մոտ տարակուսանք կամ երկմտություն չի առաջանում, թե ովքեր են այսօր նստած ազգային ժողովի ղեկավար կազմում։ Արժանի մարդիկ, որոնք արժանի են ոչ միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկության արդյունքում, այլ նաև մեր սիրելի ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ ներքուստ համակարծիք են։ Որովհետև շատ հաճախ ելույթների ընթացքում, երբ որ քաղաքական միտք էր հնչում, դիտարկում, եզրահանգում, զգացվում էր էմոցիան, գլխի շարժումները, համաձայնությունները, իրար միջև ինչ-որ մտքերի փոխանակությունները, բայց դե իհարկե հասկանում եմ, քանի դեռ Լուբյանկայից այլ մեթոդիկա չեք ստացել, չեք ծափահարում, չեք քննարկում, նորմալ է։ Հերթական անգամ մենք մտքերի փոխանակման ընթացքում ականատեսն ենք լինում, որ հիմնական երկխոսությունը չի ծավալվում կոնկրետ անձերի վերաբերյալ, որովհետև թիրախավորելու գրեթե բան չկա, այլ տեսից, դենից, հնից, նորից խոսում ենք։ Եվ այժմ մենք քննարկում ենք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում պարոն Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը, ում քաղաքական ուղին եղել է ձեր բոլորի աչքի առաջ։ Անձ, ով աշխատանքը սկսել է կուսակցության հանրային կապերի ոլորտում, այնուհետև 2 անգամ ընտրվել է կուսակցության փոխնախագահ, եւ ամենավատ բանը, որ սարսափում են մեր ընդդիմադիր գործընկերներ, երբ նայում են աջ, դա Վահագն Ալեքսանյանն է, որովհետեւ իրենց սարսափելի այդ բառը, որ կա, քաղաքացիական պայմանագրի հաղթանակը ընտրություններում անմիջականորեն վերաբերում է նաեւ Վահագն Ալեքսանյանին։ Նստած է մեր նախընտրական շտաբի ղեկավարը, պարոն Արայիկ Հարությունյանը, պարոն Վահագն Ալեքսանյանը, ով PR-ի մասն է ղեկավարել, եւ ես հասկանում եմ, որ իրենց ելույթներից եւ իրենց աշխատանքից դուք մի փոքր առնվազն կաշկանդված եք։ Այո, պարոն Ալեքսանյանը ընտրությունների ընթացքում գլխավորել է PR գործունեությունը եւ դա իրականացրել է փայլուն, եւ դա է նաեւ պատճառը, որ ձեր Իսրայելից, Մոզամբիկից, Մավրիտանիայից հրավիրված փորձագետները չեն կարողացել որևէ կերպ PR արշավում մրցակից լինել, նույնը վերաբերում է Հայաստան դաշինքին, երբ որ Հայաստանում երևի ամենաթանկ PR շիկներին դուք վճարում եք, այնուամենայնիվ քաղաքական տեղեկատվական արշավում զիջում եք։ Ինչու՞։ Բացատրեմ ինչու։ Որովհետև որևէ գումարով հնարավոր չէ զգալ այն, ինչ ասում է մեր ժողովուրդը, այն, ինչ բխում է ժողովրդի սրտից, լեզվամտածողությունից։ Դա գումարով հնարավոր չէ գնել։ Այո, գումարով հնարավոր է գնել շատ Facebook-յան էջեր։ Որոշները իհարկե հիմնադրամից չվճարել, չհայտարարել, դա մեկ այլ պատմություն է։ Գումարով հնարավոր է գնել շատ ԶԼՄ-ներ եւ իրական սեփականատերեր չերևալ։ Այո, շատ բան հնարավոր է անել գումարով։ Բայց գիտեք, այն ամենը ինչ որ դու գումարով եք անում, մենք անվճար ենք անում մեր օրգանական Facebook-յան էջերով։ Աժղեկավար կազմի իմ շատ գործընկերների, որոնք նստած են դալիճում, ընդհանրապես Facebook-յան էջի մեկ լայվը, ձեր արշավները տեղեկատվական վճարովի տեսանյութերը, խոսքերը, հրապարակումները լրացնում էին։ Այո, հենց դրա համար է, որ դուք չեք կարող հանդուրժել եւ մանտրայի նման առավոտից երեկո կրկնում եք լեգիտիմ իշխանություն չէ եւ ձայները գողացել եք։ Առավոտյան եք կրկնում, երեկոյան եք կրկնում,
ցերեկը կեսօրին էլ ազգային ժողովի ամբիոնից եւ իհարկե պարտադիր ծափահարում եք։ Իհարկե ես ոգևորում եմ նաև այն բոլոր գործընկերներին, որոնք առաջին անգամ են մոտենում ամբիոնին եւ պետք է ոգևորել։ Բայց ծափահարության մասին խոսելիս ինձ համար առնվազն տարեկուսելի է, սիրելի գործընկերներ, երբ երկրի նախագահան խոսում էր եւ ձեր կողմից արձագանք չկար։ Երկրի նախագահան քաղաքացիական պայմանագրից չէ, երկրի սիմվոլ է եւ դա հարգանքի նշան է։ Երբ որ դուք խոսում եք բարեկրթությունից, բարեկրթությունը գալիս է նաեւ պարզ գործողություններից։ Տարակուսելի կլինի մեր ժողովրդի համար, թե ինչու ազգային ժողովի падգամավորը չի հարգում օրենքը։ Երթման արարողությանը ոտքի չի կանգնում։ Գրված է, չէ՞։ Ինձ համար տարակուսելի եւ անընդունելի է, երբ որ գիտեք, պետական արարողակարգի մասին օրենք կա, երբ որ հնչում է երկրի հիմնը, բարդ բան կա ձեռքը դնել սրտին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Լիլիթ Գալստյանին, տեսել եմ գործընկերներ նաև ուժեղ Հայաստանից 1-2 հոգի, կներեք այդ պայն անունները չեմ ֆիքսել։ Դա գիտեք, դա ՔՊ-ի հիմնը չի։ Դա Հայաստանի Հանրապետության օրներն է։ Պետական արարողակարգով ընդունված է, որ ձեռքը պետք է դնել սրտին, որովհետև հիմնը բխում է սրտից։ Ես իհարկե հասկանում եմ, որ ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Վելիկայա Ձերժավան, բայց Հայաստանի հիմնը այլ է, ընկերներ։ Եվ այդ ամենը բնականաբար խոսում է ինչի մասին, որ ազգային ժողովի դահլիճում այն մարդիկ, ովքեր օժտված են առաջնային մանդատով, չեն հարգում օրենքը։ Եվ այս ամենը բխում է այն հանգամանքից, որ այս մարդկանց այստեղ լինելը պայմանավորված է մեկ կարևոր առաքելությամբ, գործառույթով։ Այս մարդիկ եկել են այստեղ, որպեսզի իրենց համոզմունքը ներկայացնեն եւ փաստեն, որ իրենք ջատագովն են չպետության, պետության չգոյության եւ ձեր բոլոր քայլերը եւ քարոզարշավի ընթացքում սիրելի եւ հարգելի գործընկերներ, եւ հիմա խոսում է դրա մասին։ Ինչքան շատանում են ուկրաինական անօթաչուների հարվածներից տուժած Վայլդբերիզի պահեստներն, այնքան մեծանում են հայ տնտեսվարողների կորուստները, ովքեր վաճառքով են զբաղվում օնլայն առևտրի այդ հարթակում։ Էլեկտրոստալի Վայլդբերիզի ամենամեծ պահեստի պայթյունից հետո հարվածներ են կրել արդեն Վորոնեժի, Վոլգոգրադի, Ռիազանի, Սամարայի, Լենինգրադի եւ բազմաթիվ այլ քաղաքների պահեստները։ Քրիստինե Բոյախչյանի ֆինանսական կորուստը, եթե նախորդ շաբաթվա սկզբին $100,000 էր, ապա այժմ հասել է 200,000-ի։ Վայլդբերիզում վաճառում է տարբեր տնտեսական իրեր, տեխնիկա։ Վախը կա, ամեն օր արթնանում ենք ու տեսնում ենք հնարավոր է մյուս պահեստների վրա էլ ինչ-որ հարձակումներ եղել կամ ինչ-որ այրվածքներ, կոպիտ ասած եղել թե ոչ, բայց այդ վախը, եթե անկեղծ ասեմ, կա։ Քրիստինեն պատմում է, գործընկերներից մեկը կորցրել է մոտ $500,000, որպես խոշոր բիզնես առայժմ ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Ակնկալում ենք գոնե 50%-ի ետ վերադարձ, միայն 3 նայել եմ, որ իմ խանութում եղել է 53,000 դրամի բոնուս։ Այդքան կորուստների դիմաց եղել է միայն 53,000 դրամի բոնուս ու բոնուսը ակտիվա լինելու մինչև ամսի 6-ը։ Բոնուսի միջոցով վաճառողները կարողանում են այդ գումարի չափով գովազդ միացնել հարթակում։ Տատյանա Բակալչուկը ասել էր, որ մեծ վաճառողներին, ովքեր որ մեծ բիզնես ունեն, իրենց փոխհատուցումները այլ է լինելու ու մինչև հիմա իրենք քննարկում են, թե ինչ տարբերակներով է լինելու։ Անտոկոս վարկ է նաև առաջարկվում, Քրիստինեն ասում է, իմաստ չի տեսնում։ Մեծ վաճառողների համար 50-60 օր ապրանքները անվճար պահեստում պահելը կամ լոգիստիկայի ցածր տոկոսը եւս ձեռնտու չէ։ Ավելի լավ կլինի, եթե օրինակ իրենք գոնե, եթե ոչ ամբողջական 50%-ի չափով մեզ ետ վերադարձնեն մեր գումարը, որ մենք նորից էլի կարողանանք բիզնեսի մեջ դնել, նոր ապրանք պատվիրենք ու գոնե սկսենք աշխատել ՖԲ-ից տարբերակով, այսինքն մեր իսկ պահեստներից վաճառենք։ Մանրու միջին վաճառողներին ընկերությունը մի քանի փուլով փոխհատուցում տվել է, սակայն չնչին։ Ես ունեցել եմ աշխատողներ, ուսանողուհիներ, ում գումարը փոխանցել 11,000 դրամ, 34,000 դրամ, մոտավորապես 2-3 օր առաջ երկրորդ փոխանցումն է եղել, փոխանցել են արդեն մի փոքր ավելի շատ, 60,000 դրամ, 70,000 դրամ։ Պահեստներից չվնասված ապրանքները ետ ստանալը դեռևս անհնար է մնում։ Օրեր առաջ էկոնոմիկայի փոխնախարարներն էին հանդիպել առևտրային հարթակի ներկայացուցիչներին, նախարարությունից լուրերին փոխանցեցին։
Նախարարությունը մշտական կապի մեջ է տնտեսվարողների եւ Wildberries-ի գործընկերների հետ անցած շաբաթ կայացել էր հանդիպում փոխնախարարների գլխավորությամբ։ Քննարկվել են առկա իրավիճակն ու հնարավոր լուծումները։ Գործակցությունը կրում է շարունակական բնույթ խնդիրների կարգավորման նպատակով։ Քաղաքագետի դիտարկմամբ Wildberries-ի պահեստները թիրախավորելով Ուկրաինան փորձում է ավելի շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի իշխանությունների համար։ Այս առումով այո, այդ մարտավարությունը արդարացված է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ներսում արդեն սովորական քաղաքացիներն սկսել են զգալ, սկսել են այդ պատերազմի շունչը հենց իրենց մաշկի վրա զգալ, ինչը էականորեն ավելացնում է բողոքները պատերազմի նկատմամբ։ Այս դեպքերն արդեն իսկ մեծ հուզումներ են առաջացրել Ռուսաստանում, նկատում է քաղաքագետը։ Ուկրաինացիները բավական երկար ժամանակ հարվածում էին նավթավերամշակման գործարաններին, դա որոշակի անհանգստություն ստեղծում էր ռուսների մոտ, սովորական ռուսների մոտ նկատի չունեմ Կրեմլին, բայց այդպես լուրջ ժողովրդից հասում չէր առաջացնում։ Եվ նրանք փոխեցին փաստացի մարտավարությունը, սկսեցին հարվածել այնպիսի մի կազմակերպության, որը էական նշանակություն ունի սովորական մարդկանց համար։ Ռոբերտ Ղևոնդյանը չի բացառում, որ գուցե առաջիկայում թիրախավորվեն քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այլ օբյեկտներ ևս։ Էմմա Վարդանյան, Սերան Անտոնյան, Աշոտ Խաչատրյան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 475 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Ռոստովի, Ռիազանի, Մոսկվայի եւ այլ մարզեր։ Ղրիմը, Թաթարստանը, Կրասնոդարի երկրամասը, Ազովի եւ Սև ծովերի տարածքները։ Ուկրաինական ուժերը նոր հարված են հասցրել Տուլայի մարզում Wildberries-ի պահեստի, աշխատակիցները տարհանվել են, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուֆայում նավթավերամշակման գործարան է հրդեհվել։ Ռուսաստանն էլ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրել Կիևի մարզին, այդ թվում մայրաքաղաքին։ Վնասվել են բնակելի կառույցներ, պահեստներ, արդյունաբերական օբյեկտներ։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ վիրավորվել է 44 մարդ, զոհերի թիվը հասել է 17-ի։ Ուկրաինայի նախագահի խոսքով թիրախավորվել են քաղաքացիական ձեռնարկությունների պահեստներ, երկաթուղային օբյեկտներ։ Զելենսկին նաև անդրադարձել է հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին, նրա խոսքով Կիևն ամենօրյա կապի մեջ է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ակնկալում ենք, որ Վիտքոֆը եւ Քուշներն ակտիվ կլինեն, աշխատանքները շարունակվում են նաև այլ գործընկերների հետ, մասնավորապես Պարսից ծոցի երկրներում, որոնք կարող են աջակցել մեր դիվանագիտական ջանքերին եւ անվտանգային կարիքներին, ասել է նախագահը, հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ հայտարարել էր, որ բանակցություններն ընդհատվել են Կիևի մեղքով։ Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, սակայն դեռ որևէ արժեքավոր առաջարկ չի ստացել Արևմուտքից, ընդգծել էր Գալուզինը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Օմանի հետ տեխնիկական եւ քաղաքական բանակցություններ են անցկացրել եւ առաջընթացի ասել Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության ուղիների հարցում։ Էսմայիլ Բաղայեին շեշտել է, որ բոլոր գործընթացներում հաշվի են առնվում ինչպես Իրանի ինքնիշխան իրավունքները, այնպես էլ Օմանի ազգային անվտանգությունը։ Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքները կհանրայնացվեն ավելի ուշ։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, վստահեցրել, որ այն շատ շուտով ամբողջությամբ կվերաբացվի։ Նրա խոսքով Սպիտակ տան թիմն օգոստոսի 4-ին արդյունավետ բանակցություններ է ունեցել իրանական կողմի հետ, թեև Թեհրանում հերքում են Վաշինգտոնի հետ շփումները։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե նեղուցը չբացվի, Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնի Իրանին, նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը։ Ըստ ամերիկյան կողմի ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքները կարող են հայտնի դառնալ առաջիկա 2 օրվա ընթացքում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը եւս տեղեկացրել էր, որ Հորմուզի նեղուցի ամբողջական եւ անվտանգ գործարկման հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռ չեն հասել։ Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն նշել էր, որ նեղուցը բաց է եւ նավերը փոխադրումներ են իրականացնում։ Դոնալդ Թրամփը նաև հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, քննարկել Իրան-ԱՄՆ դեէսկալացիային ուղղված դիվանագիտական ջանքերը։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել այդ գործընթացում Դոհայի դերը։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չի համաձայնել ամերիկյան նախաձեռնությամբ Համասի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն Պաղեստինյան շարժումը պատրաստ է զինաթափվել, իսկ փոխարենը ցավալը պետք է հետ քաշվի Գազայի հատվածի որոշ տարածքներից։ Նախագահ Թրամփը կամ նրա թիմը կարծում են, որ կարող են ստիպել Համասին զինաթափվել եւ ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այս հարցը, նրանք մեզ ուղարկել են նախագիծը, չենք ընդունում այն, ասել է Բենյամին Նեթանյահուն։ Վարչապետը շեշտել է, Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը
Գազայի ներկայիս սահմաններից մինչև Համասը չոչնչացվի։ Ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնած խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է զինաթափվել, ինչին կհաջորդի Գազայից ցահալի դուրսբերումը։ Իսրայելից հայտարարել են, որ դա չի բխում հրեական պետության շահերից եւ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն։ Համասը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների նպատակն է խոչընդոտել միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պաղեստինյան շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով տարհանվել են հարակից համայնքների հարյուրավոր բնակիչներ։ Հաղորդվում է, որ տարհանման աշխատանքները կընդլայնվեն։ Երկրի գլխավոր մայրուղով երթևեկությունը սահմանափակվել է, կրթության նախարարությունը չեղարկել է վտանգավոր գոտիներում կրթական գործընթացները։ Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտի տվյալներով Ֆուեգոյում փոփոխություններ են գրանցվել օգոստոսի 2-ին, ժայթքումը դեռ շարունակվում է։ Հրաբուխը գտնվում է Գվատեմալայի արևմտյան մասում, մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռու։ Այն երկրի ամենաակտիվ հրաբուխներից է։ 2018 թվականին հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր 200 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ անհետ կորած են համարվում։ Դիանա Գասպարյան։ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում Գավառի համար 1 հիմնական եւ Գավառի համար 7 միջնակարգ դպրոցների կառուցման նախագծի տեղակապման վերաբերյալ։ Հանրային լսմանը մասնակցեցին դպրոցների կառուցման ծրագրերի պատվիրատու, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագծող կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, վերոնշյալ դպրոցների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ։ Քննարկվեցին նախագծի տեղակապման աշխատանքների վերաբերվող հարցեր, հնչեցին կարծիքներ, եղան առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն վերջնական նախագծային փուլում։ Այս դպրոցների կառուցման հետ կապված այլ հարցեր կքննարկվեն հաջորդ թիվ կազմակերպվող հանրային լսումներին։ Ալվարդ Մանուկյան, Արփիկ Կակոյան։ Մենք անշարժ ենք բերել իրան, լրիվ թուլացած։ Սայլագով բերել ենք, 10 օր անցել է, լրիվ ինքը արդեն ոտքերը սկսել է քայլել։ Շիրակի մարզի Լանջիկ գյուղից Մովսես Մկրչյանի կինն է այսպես գոհ ու հիացած խոսում ամուսնու ապաքինման մասին։ Զինվորի տան բուժարուին այսպես ինքնուրույն վստահ քայլելով տեսնում, նույնիսկ բուժանձնակազմն է զարմանում։ Ինտենսիվ թերապիայի բաժնում է բուժում ստացել։ Շատ ծանր վիճակում էր եկել, վերին վերջույթները ամբողջությամբ անշարժ, ստորին վերջույթները թուլացած։ Սա հետևանք է նյարդաբանական իմունային հիվանդության, որը կոչվում է Գիեմ-Բարեի համախտանիշ։ Ընկել եմ տունը, գլխի հեմատոմիա էր։ Աբերացիերեցին, աբերացուց հետո շատ լավ էի գնացի տուն, 20 օր հետո ոտներս տվեց ուռավ։ Մինչև հետազոտություններն արվել են պարզելու համար, թե ինչ խնդիր ունի վիրահատության հետևանք է, թե այլ խնդիր, վիճակն ավելի էր բարդացել։ Ծանոթ կարծեցին զինվորի տուն, ավելի լավ է, էլի գնացեք այդտեղ։ Ես вообще սայլագով եմ եկել այդտեղ։ 10 օր չեր անցել ոտքի է կանգնել, բուժման ընդհանուր կուրսը 30 օր է եղել։ Անչափ շնորհակալ եմ զինվորի տան ամբողջ անձնակազմից, շատ հոգատար։ Ամեն ինչից, թե սնունդը, թե վերաբերմունքը, մի ամիս ամուսինս մնացել է, բայց շատ շնորհակալ եմ։ Եկե ամեն օր մեջ եկե գնացել եմ ու իրաց վերաբերմունքից շատ հիացած եմ մնացել։ 10 օր արդեն չեր անցել, ես սկսի քայլել։ Ձեռների թուլությունն էր կար, ու ձեռների վարժություններ երել եմ, նորից 15 օր, արդեն ազատ ես, ինձ կարայ դուրս ներս անել առանց միջնորդության։ Բարդագույն վիճակում զինվորի տան ինտենսիվ թերապիայի բաժանմունք եկած բուժարուն արդեն նույնիսկ գյուղատնտեսական աշխատանքների մասին է մտածում։ Շատ շնորհակալ եմ։ Միշտ առողջ մնաք, այսպես լավ գործել եք ուրախանալ։ Գլխավոր բժշկի հետ ակտիվության մակարդակն են քննարկում։ Կինը անդադար խոսում է բուժանձնակազմից ու իր հիացմունքից, թե ինչպես կարելի է այսքան ծանր հիվանդներով բաժանմունքում այսքան հոգատար լինել յուրաքանչյուր բուժարուի հանդեպ։ Ես եկել եմ այն ժամանակ, որ արդեն հաց պդուդեր, ես ուզեցա կեշտնել, սանիտարկենսից ես կեշտնեմ, շատ հաճելի, սիրուն, ես շատ հավանեցի ու
տուն եմ գնացել, այսպես հուսալի որ ինքը հուսալի ձեռքերում է։ Շիրակի մարզի Լանջիկ գյուղից մեր բուժարուն արդեն դուրս է գրվել, բայց որոշ ժամանակ անց բուժման կուրսը պետք է կրկնել, ստացված արդյունքը պահպանելու, վիճակը ել ավելի բարելավելու համար։ Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված եւ կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Հենց այս սկզբունքով էլ ներքին գործերի նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու եւ բնակչության անվտանգությունն առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։ Հազանգը ստանալու է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, այնուհետև հազանգը փոխանցվելու է համայնք, որը իրականացնելու է կամավորների հավաքը եւ դեպքի արձագանքման գործընթացը։ Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հաջողությամբ հանձնել փրկարարի որակավորման քննությունները եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ։ Թիմերը ոչ թե փոխարինելու են գալիս պրոֆեսիոնալ ծառայությանը, փրկարար ծառայությանը, այլ նրանք կազմակերպում են առաջին արձագանքը մինչև պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը դեպքի վայր։ Հենակետը հագեցած է հրշեջ փրկարարական մեքենայով, ինչպես նաեւ անհատական պաշտպանության հանդերձանք, միջոցներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է թիմին առաջին արձագանքը կազմակերպելու համար։ Հենակետի բացման արարողությանը հաջորդել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում Մարտիրոսի կամավորական հրշեջ փրկարարական թիմն ու փրկարար ծառայության հրշեջ փրկարարները իրականացրել են պայմանական հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ։ Ըստ վարժանքի սցենարի, շինություններից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել եւ մարվել է, իսկ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, քննարկվել իրականացված գործողությունները, արձանագրված բաց թողումները եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արձանագրվել է, որ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատը պատրաստ է ինքնուրույն կազմակերպել նախնական արձագանքը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել փրկարար ծառայության ստորաբաժանումներին։ Հանցավոր դրսևորումների կանխում, հնարավոր օջախների վերահսկողությամբ, ապօրինի զենքերի ու թմրամիջոցների հայտնաբերում, թիրախային հակազդմամբ, ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ 3 տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 425 անձ, հայտնաբերվել եւ բաժիններ են տարվել նաեւ հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական եւ գազային ատրճանակներ, հրացաններ, կրպազենք, տանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հուլիսի 13-ի առավոտյան ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը, պատճառելով մոտ 1 միլիոն դրամի վնաս։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, հետը բերելով գողոնը։ Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, 2-ը Երևանի, 2-ը Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռքբերում եւ իրացնում են թմրանյութ։ Հուլիսի 29-ին ժամը 18:50-ին Մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները 4-ին էլ ձերբակալեցին եւ 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նետամակնիշի մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում։ Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ եւ մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ Telegram հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խոզարկությամբ նետամակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։ Օգոստոսի 1-ին խոզարկություն կատարվեց նաեւ Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ, ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։